Բարդես շանտի եթերում լրատվության ժամը 1 հոկտեմբերի չորեքշաբթի։ Բաքվում պահվող հայ գերիների և պատանների իրավունքների թեմայով այսօր հանրային քննարկում է կազմակերպվել։ Բանախոսներն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայերի պաշտոնական թվին, բռնի անհետացած մարդկանց թեմային, միջազգային կազմակերպությունների դերին և միջազգային դատարաններ ներկայացված հայցերի նշանակությանը։ Մենք, եթե նաև իրավական տերմիններով ենք հարցը ձևակերպում, այո, ունենք 23 գերիներ, որոնք գտնվում են Ադրբեջանում, եւ ունենք մի քանի տասնյակ բռնի անհետացման ենթարկված գերիներ, բազմիցս խոսվում է 80 անձի մասին, դա ըստ էության իրավապաշտպանների փաստահավաք գործունեության ընթացքում հաստատված դեպքերն են, ընդ որում սա երբեք չի կարող որակվել որպես սպառիչ թվաքանակ, առնվազն 80 դեպքի մասին իրավապաշտպանները փաստեր են ներկայացնում եւ հանրությանը տեղեկացնում են, բայց փաստացիորեն այդ թվերը կարող են շատ ավելին լինել։ Եվ այո, 23 գերիների մեջ մենք ունենք Արցախի ղեկավարությունը 8 անձ, նաև նշեմ, որ 23-ի մեջ ներառնված են 5 գերիներ, որոնց դեպքերը տեղի են ունեցել 2020 թվականին, այսինքն ֆիքսենք, որ Ադրբեջանը այս պահին ապօրինաբար անազատության մեջ պահում է, ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմում գերի ընկածներին, այնպես էլ 2023 թվականի զարգացումների հետևանքով գերեվարված, ձերբակալված, կալանավորված հայերին։ Ադրբեջանը մեկուսացվել է, ինչպես դուք նաև նշեցիք, ոչ միայն Կարմիր խաչի գործունեության դադարեցման համատեքստում, այլ նաև ՄԱԿ-ի գործակալությունների եւ փակման եւ իրենց գործունեության նվազեցման արտաքին որևէ մշտադրման միսիայի կարող է միշտ մերժել, որպեսզի այց կատարեն, այսինքն ստացվում է, որ ըստ էության որևէ անկախ մշտադիտարկման հսկողության process չկա։ Ավելին, Ադրբեջանի օմբուդսմենը դա այն մեխանիզմը չէ, որի վրա կարելի է հույս դնել, վստահ լինելով, որ կայցելեն ու կարձանագրեն խնդիրները, եթե դրա կարիքը լինի։ Մենք այս պահին ունենք անկեղծ ասած տեղեկատվություն, որ խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն այցելել է Ադրբեջան եւ չենք բացառում, որ այցելությունների շրջանակում մեկ անգամյա տեսակցություններ ունեցած լինի որոշ հայերի հետ, այս պահին ձեռնպահ մնամ մանրամասներ ներկայացնելուց, բայց ապագայում մենք նաեւ հայտարարությամբ հանդես կգանք այս հարցի առնչությամբ։ Ինչով են կարևոր առհասարակ միջազգային դատական գործընթացներ առանցքային այստեղ, որովհետև երբ որ դու միջազգային դատական գործընթացները հանում ես, կոպիտ ասած ամբողջ հավասարման մեջից, այսինքն հանում ես ընդհանուր ամբողջ պատկերի մեջից, մնում են Բաքվի դատավարությունները։ Ակնհայտ է Բաքվի դատավարությունները շարունակվելու են, ակնհայտ է, որ միակողմանի ճշմարտությունը պարտադրվելու է։ Իսկ այդ միակողմանի ճշմարտության պարտադրումը շատ կարծում եմ այդքան լավ հետևանքներ չի ունենում նաև երկարաժամկետ կտրվածքով, որովհետև առհասարակ նաև ինչի մասին է խաղաղությունը, կարծում եմ, խաղաղությունը նաև այդ ճշմարտության մասին պետք է լինի, որովհետև դժվար է սեղմել այդ ամեն ինչը, այսինքն մարդու իրավունքների կոպտական խախտումները, պատերազմական հանցագործությունները, պարբերական խախտումները, մարդու իրավունքների ու դրանք պարզա, որ միակողմանի չեն եղել։ Պարզ ասենք կրինեն, որ պատերազմական իրավիճակներում հնարավոր է նաև երկկողմանի խախտումներ, բայց այստեղ խոսքը նաև միջազգային դատական գործընթացների իմաստը նաև հենց այս կոպիտ ասած հնարավորությունը, հավասար հնարավորությունը պատմությունը ճիշտ ձևակերպելու կամ ճիշտ գրելու մասին է։ Իսկ հակառակ պարագայում դրանից դու զրկվում ես ցավոք սրտի միջազգային դատական գործընթացներում այս առումով ես հուսով եմ իհարկե որ միջազգային դատական գործընթացները կշարունակվեն կլինեն շարունակական, որովհետև սրանք շատ կարևոր նաև համատանգային երաշխիքներ են պարունակում իրենց մեջ, առաջին հերթին նաև պահվող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի բողոքը եւ վճիռը թողել է անփոփոխ։ Վճիռ ուժի մեջ է մտել, ինչը նշանակում է, որ առաջիկա օրերին Հարությունյանը իր պատիժը կկրի քրեակատարողական հիմնարկում։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարին Ջալալ Հարությունյանին դատապարտել էր
5.5 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր էր ճանաչվել ռազմական դրության ժամանակ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետևանքներ։ Ցորի զորամասի D20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող զոհվել էր, իսկ մեկ զինծառայողի գտնելու վայրը մինչ օրս անհայտ է։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին։ Այս մասին ասված է խորհրդի նիստի վերաբերյալ տարածած հաղորդագրությունում։ Նիստը վարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, ըստ հաղորդագրության խորհուրդն ընդգծել է նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարևորությունը, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Ի դեպ նախօրեին Թուրքիայի խոշորագույն Turkish Airlines ազգային ավիափոխադրողը հայտնել էր, որ կանոնավոր ուղիղ թռիչքներ է սկսելու դեպի Երևան։ Պետական եկամուտների կոմիտեն կանխել է մաքսային հսկողությունից ցակցված 78 կիլոգրամ դեղորայքի ներմուծման փորձ։ Մանրամասները ներկայացնում են մեր գործընկերները։ Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ։ Օրերս պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության Բագրատաշեն սահմանային անցման կետ ժամանած քաղաքացու տրանսպորտային միջոցի տեսազնման ժամանակ մեքենայի հետնամասում նկատվել է հատուկ պատրաստված և հարմարեցված ինքնաշեն թաքստոց։ Տրանսպորտային միջոցն ուղեկցվել է խորը զննման անգար։ Մաքսային սպասարկման և հսկողության երկրորդ բաժնի մաքսային ծառայողների կողմից իրականացված խորը զննության արդյունքում տրանսպորտային միջոցի հատուկ պատրաստված և հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել են 78 կիլոգրամ քաշով դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր։ Այսպես քաղաքացին փորձել է ապօրինի բեռ ներմուծել Հայաստանի Հանրապետություն, շրջանցելով մաքսային հսկողությունն ու խուսափելով առաջացող պարտավորություններից։ Հայտնաբերված դեղորայքի շուկայական արժեքը գերազանցում է 15 միլիոն դրամը։ Դեպքի առնչությամբ մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ, որն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։ Միացյալ Նահանգների կառավարությունում արդեն մի քանի ժամ է շատդաուն է։ Նշանակում է, որ Միացյալ Նահանգների գործադիրը այսօրվանից մասնակի դադարեցնել գործունեության զգալի մասը։ Սենատը չի կարողացել ընդունել կառավարության ֆինանսավորման մասին երկու օրինագծերից որևէ մեկը։ Պատճառը կուսակցական տարաձայնություններ են։ Տարաձայնությունների պատճառ են դարձել առաջին հերթին առողջապահական ծախսերը։ Հանրապետականներն ու դեմոկրատները միմյանց մեղադրում են շատդաունը որպես քաղաքական գործիք օգտագործելու ցանկության մեջ։ Սա Թրամփի օրոք իրականացված արդեն 4-րդ շատդաունն է։ Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ այս դադարեցումը կարող է ավելի երկար տևել, քան նախորդները։ Շատդաունի ժամանակահատվածում շատ պետական գործակալություններ և ծրագրեր դադարեցնում են աշխատանքը։ Դաշնային աշխատողների մեծ մասը մնում է առանց աշխատավարձի և գնում է անժամկետ արձակուրդի։ Իդեպ հենց դա է պատճառը, որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտնել է, որ նահանգների բյուջեի չհաստատման պայմանավորված Facebook-ի իր էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսում։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։ Ըստ հաղորդագրության չհաստատված բյուջեի պայմաններում Ամերիկայում և Միացյալ Նահանգների դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ է տալիս, նշում է դեսպանատունը։ Ֆիլիպիններում 6.9 մագնիտուդով երկրաշարժը առնվազն 60 մարդու կյանք է խլել, գրեթե 150-ը վիրավորվել է։ Փլուզվել են շենքեր, երկրաշարժը տեղի ունեցել Սեբու կղզու հյուսիսային հատվածում մոտ 90,000 բնակիչ ունեցող Բոգո քաղաքի մոտակայքում երկրաշարժին հաջորդել են 5 և ավելի բալ ուժգնության հետ ցնցումները։ Զապորոժիայի ատոմակայանում ստեղծված իրավիճակը ճգնաժամային է։ Այս մասին է արձանգում նախագահ Զելինսկին։ Նրա խոսքով ատոմակայանը արդեն 7 օր էլեկտրաէներգիա է ստանում դիզելային գեներատորներից, բայց դրա համար նախատեսված չեն։ Գեներատորներից մեկն արդեն խափանվել է։ Ռուսները հրետակոծության պատճառով խոչընդոտում են կայան տանող էլեկտրահաղորդման գծերի վերանորոգմանը և տարրական անվտանգության վերականգնմանը, ասել է Ուկրաինայի նախագահը։ Ըստ պարզաբանումների կայանի արտաքին էլեկտրամատակարարումն անջատվել է Ուկրաինայի զինված ուժերի կրակոցների պատճառով։
Ամեն առավոտ երբեք ես ինձ այսպես երիտասարդ չեմ զգացել մտքով արթնացող տարիցներն ապացուցում են ապրելու, ստեղծելու, աշխարհին ջերմություն պարգևելու կարողությունը, եւ որ ընտանիքի հասարակության ճիշտ դաստիարակությունը սկսվում է հենց իրենցից։ Հոկտեմբերի 1-ը տարիցների օրն է։ Հայկական Կարիտաս, Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպությունները Գյումրիի բարեկամության այգում հետաքրքիր մթնոլորտ են ստեղծել տարիքի իմաստությունը եւ ուժը արժևորելու համար։ Տարիները կարող են կնճիռներ թողնել դեմքին, բայց տարիքի բերած իմաստությունը չեն կարող փոխել։ Այսօր ու ամեն օր ապացուցում են մեր տատիկ-պապիկները։ Պարով, երկու ծիծաղով անցած գնացածի մասին խոսք ու զրույցը հենց այն մասին է, որ տարիքը նրանց ուժն է, այլ ոչ սահմանը։ Ծերությունը միայն տարիների հաշվարկ չէ, այն կյանքի փորձությունները համրելու, աշխարհին նոր աչքերով նայելու, հետն էլ մանկանալու շնորհ է։ Ամեն մեկի ճերմակած մազի մեջ թաքնված է կյանքի պատմություն, անցած ճանապարհի փորձություն։ Այդպիսի մարդկանց հիշողություններով ու զրույցներով էր շնչում նաև բարեկամության այգին։ Նորից ու կրկին թևանցուկ ճեմում էին այգում, հիշելով թե ինչպիսին ներային իրենց ջահելության տարիներին։ Շենքը սեղել է դեղ այդ շենքն որ կա։ Ժաշկին կանդին երկու տղեց ստեղ կխաղային։ Այս այգուանունը դրել ենք բան մեծ անդար, փոքր անդարն է կողմն է, մեծ անդարն էր։ Ստեղ դրի թփեր էին, ծառներ էին, դեղելի բան կար, բեմ կար, մեկ միջոցառումներ էին անում։ Ստեղ փոխվել է, շատ է փոխվել, որպես լավն է փոխվել։ Քաղաքը փոքր է եղել, ժողովուրդը իրար ճանաչել են, շատ հարազատորեն եղել իրար հետ, միշտ ժպիտով, ուրախությունով, հումորով օրերը անցկացրել են։ Իրենց խոսք ու ճառով, իրենց ժամանակների ադաթով ապրած տարեցները ասում են մեզ, որ սիրել, ստեղծել ու երազել կարելի է ցանկացած տարիքում։ Մենք մեր համեմատությամբ ենք լավ զգում մեզ, ինչ անենք որ հոգով ջահել ենք, ազիզ ջան։ Դե սովորաբար ասում են, երբ էլ սխալներ չես անում, ուրեմն արդեն ծեր ես։ Երիտասարդությունն էլ իր գեղեցկությունը, իր հրապույրը, իր անդառնալությունն ունի, որ հետո ափսոսում ենք, սա չարեցինք, նաս չարեցինք, այսպես կանենք, այնպես կանենք, բայց դե անցածը անցած է։ Երիտասարդությունը գիտեք անհոգ է։ Չես կարողանում մտածես, հա, վայ, ծերանալու է, մեզ է մլելու։ Թվում է միշտ պետք է երջանիկ լինեն, միշտ պետք է թռվռանությունը ունենան։ Բայց ծերությունը արդեն իրանն անում է, էլի, ոնց էլ ինչքան էլ ուզում ես հոգով մաքուր եղի, հոգով առողջ եղի, միևնույնն է, ծերությունը իրան է ցույց է տալի։ Օրվա տրամադրությունով մարդկանց վարակել էին Գյումրիից, Երևանից ու Վանաձորից այգում հավաքված տարեցները։ Շփվեցին, ծանոթացան, պապիկները հասցրին գլուխ կովալ նարդի խաղալուց, իսկ կանայք ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները։ Այստեղ կյանքի, շարունակության ու հիշողության մթնոլորտ էր։ Հայկական Կարիտասի եւ Առաքելություն Հայաստանի տարեցներով երգչախմբեր են կազմել։ Երգում են իրենց ժամանակների երգերը, որ մոռացության չտրվեն։ Մարդիկ կարող են գալ, հա, իրեն դարդերը պատմել միմյանց, հա, փորձել խնդիրների մասին խոսել, կիսել, նաև ինչու՞ չէ, նաև ուրախանալ ու միասին ապրել ու երգել։ Ապրել են, գիտեն, փորձ ունեն։ Հիմա նրանց շատ բան պետք չէ, միայն խնամք, սեր ու ուշադրություն, ինչպես ժամանակին նրանք են տվել իրենց մեծերին։ Կյանքի փորձառությունն ու տարիքի ուժն ամբարած բարի խորհուրդներ ունեն ասելու եկող սերունդներին։ Վայ, թող խաղաղ եղնի երկինքը, միշտ ու կսկիտ չտեսնիք, երկար կյանք ունենաք, առողջ եղնիք։ Լավ սովորեն, կրթություն ստանան, լավ մասնագետներ լինեն, պիտանի լինեն ազգի համար, որ հետագայում իրենց ծերության ժամանակ լավ հիշողություններ ունենան, որ իրենք մի լավ բան արել են ազգին։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Աղվերանում անցկացվել է երիտասարդական ֆորում հանրապետության տարբեր մարզերի երիտասարդական ներուժի մասնակցությամբ։
Երրորդի համաժողովն ունեցել է երիտասարդների ներգրավում եւ հզորացում խորագիրը։ Նրանք միավորվել են մեկ հարկի տակ երկխոսելու, քննարկելու խնդիրներն ու մարտահրավերները, ստեղծելու այնպիսի հնարավորություններ, որոնք կփոխեն կյանքն իրենց համայնքներում։ 7 թեմատիկ աշխատարաններում երիտասարդները ներկայացրել են առաջարկությունների փաթեթներ, դրանք հասցեագրելով պետական գերատեսչություններին ու համայնքային կառույցներին։ Ֆորումը կայացել է Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության եւ Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ։ Այս տարի ֆորումը ունի յուրահատուկ նշանակություն, այն առաջինն է երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումից հետո։ Տարեսկզբին ընդունված օրենքով մեր երկրում նոր էջ է բացվել երիտասարդների եւ երիտասարդական աշխատանքի զարգացման համար։ Չնայած այս օրենքը առանցքային նշանակություն ունի ոլորտի զարգացման համար, այն իհարկե չի լուծում եւ չի լուծելու ոլորտում առկա բոլոր խնդիրները։ Միևնույն ժամանակ այն ստեղծում է նոր հնարավորություններ եւ երիտասարդների, թիմերի ու պետության առաջ նաեւ առաջացնում է նոր պատասխանատվություն։ Շատ հարցեր կան, որ քաղաքականությունների մշակման տիրույթում հայտնվում են ձեր շնորհիվ։ Այդ հարցերը ոչ ոք ուրիշ չի բարձրացնում եւ ես սա շատ հաճախ եմ ասում, որովհետեւ այն փուլից, երբ որ մարտից սկսեցի առանձին ընդունելություն իրականացնել ուսանողների եւ աշակերտների հետ, տեսա, որ դրա շնորհիվ իմ սեղանին հայտնվում են հարցեր, որոնք ոչ մի ներողություն հասարակական կազմակերպություն չի բարձրացնում, ոչ մի միջազգային կազմակերպություն կամ որևէ այլ գերատեսչություն չի բարձրացնում։ Եվ այդ հարցեր են, որոնք իրականում կան, գոյություն ունեն, ձեզ հետաքրքրում են, ձեզ մտահոգում են, եւ այդ հարցերի մասին տեղեկանալու եւ այդ հարցերի լուծումները գտնելու համար մենք ձեզ հետ խոսելու կարիք ունենք։ Սա մեզ համար առաջին հերթին ձեր հետ խոսակցության հարթակ է, ձեզ լսելու եւ ձեր հետ միասին նաեւ վաղվա օրվա մեր աշխատանքը կազմակերպելու հարթակ է։ Սա մեզ համար իրական ազդակ եւ նշանակություն է, որը խոսում է մարզաբնակ եւ ոչ միայն մարզաբնակ երիտասարդության ոչ անտարբեր լինելու եւ իրենց մասնակցությունը իրենց համայնքում դրական փոփոխություններ բերելու գործընթացում եւ իրենց գումարը ունենալու մեջ։ Իսա մեզ համար իհարկե կրկնակի ոգևորող եւ պարտավորեցնող է եւ սրա համար ուզում եմ առանձնատուր շնորհակալություն հայտնել ձեզ, որ դառնում եք ձեր համայնքների առաջամարտիկները եւ կարեւորում եք ձեր համայնքում կյանքի որակի դրական փոփոխությունը եւ որոշում եք ինքներդ դառնալ դրա կերտողները։ Եվ վերջում եղանակի մասին, հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս կլինի, սպասվում է նորմայից տաք եւ սակավատեղում հոկտեմբեր, իսկ այսօր ու վաղը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-ից 8 աստիճանով, հոկտեմբերի 3-ից 5-ը նույնքան կբարձրանա։ Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։ Հետևեք նորություններին ժամը 20-ին։